Երևանում Հայաստանի վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են նաև Հանրապետության ազգային ժողովի նախագահները, խորհրդարանի փոխնախագահներից մեկը ու եւս 2 հոգի, որոնց միայն ձեռքերն են երևում պաշտոնական 2 լուսանկարներում։ Ըստ կառավարության հաղորդագրության պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանի իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Իդեպ վերջին 20 օրում 5-րդ անգամ է Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրում։ Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք, ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարայ Սինենյանը, սակայն չգիտի, թե իրականում քանի իրանահայ իրավիճակը սրվելուց հետո եկել Հայաստան։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում։ Սինանյանը հավելել է, թե խոսք կար, որ թեթև վիրավորում ստացած 2 հայ ունենք, սակայն պարզվում է, այնքան էլ հստակ չի եղել ինֆորմացիան։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ այսօր ստացել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգելու մասին դատարանի որոշումը։ Վարդևանյանն այս որոշումը համարում է ապօրինի եւ պատրաստվում է այն շատ սեղմ ժամկետներում բողոքարկել։ Ըստ փաստաբանի դատարանի դիրքորոշումը հաստատում է, որ Կարապետյանին իրականում արգելված է տեսաուղերձներ հրապարակել։ Սա փաստում է, որ նման սահմանափակումների բացակայության մասին պաշտոնյաների նախկին պնդումները պարզապես սուտ էին։ Դատարանը նշել է, որ տեսաուղերձների թույլատվությունը պետք է տա քննիչը, սակայն հենց այդ նույն քննիչը արդեն բազմիցս մերժել է նրանց դիմումները։ Փաստաբանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդումն ուժեղացնելու նպատակ ունեցող տգեղ մանիպուլյացիա։ Վարդևանյանը նաև հիշեցնում է, որ դատախազությունն ունի բացառիկ լիազորություն վերացնելու խափանման միջոցը եւ դադարեցնելու այս գործընթացը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը գիշերը հարվածել է Լարիջանիի գտնվելու վայրին։ Մահվան լուրի տարածմանը զուգահեռ Լարիջանիի օգտահաշիվը ցավակցական ուղերձ է հղել Դենա Նավի անձնակազմի հուղարկավորության առիթով։ Այլ հերքում կամ հաստատում դեռևս չկա։ Իսրայելական կողմը նաև հայտնել է իրանական Բասիջ կազմակերպության ղեկավարի սպանության մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները։ Դրանք Թեհրանին փոխանցել էին միջնորդ 2 երկիր։ Ըստ Reuters-ի Խամենեի դիրքորոշումը ԱՄՆ-ից եւ Իսրայելից վրեժ լուծելու շատ կոշտ եւ լուրջ է։ To the brave people of Iran, I wish you, as I do every year, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է Իրանի ժողովրդին շնորհավորելով իրանական նոր տարվա Նովրուզի կապակցությամբ։ Այս ելույթը տեղի է ունեցել համացանցում շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե վարչապետն իբր մահացել է, իսկ նրա վերջին տեսանյութերը կեղծված է արհեստական բանականության միջոցով։ Նեթանյահուն մաղթել է երջանիկ Նովրուզ, ազատության տարի եւ հույսի նոր սկիզբ։ Primero se estimula el uso de combustibles fósiles, lo cual es contrario a la ciencia y a la salud pública. Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն զգուշացրել է, որ նավթի համար մղվող պայքարը կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Նա նշել է, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը նավթի հոգեվարքի արդյունք են։ Պատերազմի պատճառով փակվել է Հորմուզի նեղուցը, աշխարհի նավթի 20%-ը, ինչի հետևանքով վառելիքի գներն ամբողջ աշխարհում կտրուկ աճել են։ Պետրոն հայտնել է, որ խոսել է Դոնալդ Թրամփի հետ եւ առաջարկել անհապաղ հրադադար հաստատել։ Ըստ նրա, միայն բանակցությունները կարող են հնչեցնել նավթի գինը եւ փրկել համաշխարհային տնտեսությունը ցնցումներից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն արգելակում է հենց պաշտոնական Կիևը։ Ըստ Պեսկովի, Ուկրաինայի իշխանությունների շատ գործողություններ ներկայումս զուրկ են որևէ բանական բացատրությունից։ Խոսնակը շեշտել է, որ Կիևը նախընտրում է շարունակել անպտուղ դիմադրությունը, փոխանակ ընդունելու անհրաժեշտ որոշումներն ու ճանապարհ հարթելու խաղաղ գործընթացի համար։ Կրեմլի խոսնակը ձեռնպահ է մնացել մեկնաբանել Քուվեյթյան մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Իրանի նոր առաջնորդը բուժման նպատակով ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է Մոջթաբա Խամենեիի Մոսկվայում գտնվելու մասին լուրերը։
Կառավարությունը սահմանում է նոր քվոտաներ սահմանամերձ բնակավայրերում բնակարանների կառուցման 16 միլիոն դրամի աջակցության ծրագրով։ Այս անգամ թիրախում ոչ միայն սահմանամերձ, այլև այն գյուղերն են, որտեղ դպրոցաշինության մեծ ծրագրեր են իրականացվում։ Ընդհանուր առմամբ պետական բյուջեի միջոցներով կֆինանսավորվի 1417 նոր տան կառուցում։ Ծրագիրը Փաշինյանին ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Առաջին տեղեկատվությանը մենք 1417 առնվազն քվոտա ենք սահմանում, որ մենք ֆինանսավորելու ենք հանրապետության մի շարք սահմանամերձ բնակավայրերում եւ մի շարք ոչ սահմանամերձ բնակավայրերում։ Շահառուների առաջին խումբը այն 400 քաղաքացիներն են, ովքեր մինչև 2025-ի մայիսի 1-ը արդեն ունեցել են շինթույլտվություն կամ 2024-ից հետո հողամաս են ձեռք բերել։ Առաջին խումբը դա մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից, որոշակի այսինքն կներեք իրականում սկսել են գործընթացներ, բայց իրականում մի մասը ճանապարհի 30%-ն անց է, մի մասը 50, մի մասը նույնիսկ 99, բայց չի հասցրել։ Երկրորդ եւ ամենամեծ խումբը 774 քվոտա հատկացվելու են գյուղերին, որտեղ կառուցապատման տեմպերը ցածր են եղել։ Այստեղ գործում է նոր նախապայման։ Ընտանիքը պետք է ունենա առնվազն 1 տարվա հաշվառում տվյալ համայնքում։ Մի այսպիսի բանաձև ենք կիրառել, որ այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնության 10%-ից ավել տուն է կառուցվել, այդ բնակավայրերում նոր քվոտա չենք սահմանում։ Եվ սահմանում ենք միայն այն բնակավայրերում, որտեղ 10%-ից քիչ տուն է կառուցվել։ Նախապայման են դրել, որ նոր քվոտաներից, միայն նոր քվոտաներից, սա շատ կարևոր է, նախկիններին չի վերաբերվում։ Կարող են օգտվել այն քաղաքացիները կամ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը կամ եթե միայնակ մայր է, դա նոր տարբերակ է ասեմ, ունի առնվազն 1 տարվա հաշվառում այդ համայնքում։ Ծրագրի երրորդ ուղղությունը կրթական է։ 243 նոր քվոտա կբացվի այն գյուղերում, որտեղ կառուցվում են նոր դպրոցներ, բայց աշակերտների թիվը քիչ է։ Այստեղ պայմանն ավելի խիստ է։ Երեխան պետք է լինի 10 տարեկանից ցածր, որպեսզի տուն կառուցելուց հետո նա դեռ երկար տարիներ հաճախի տվյալ դպրոց։ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ եւ երկրից բացակայելու արգելքով։ Դատարանը սրբազանին արգելել է շփում ունենալ վարույթի մասնակիցների եւ Արագածոտնի թեմի հոգեվորականների հետ, ինչպես նաեւ այցելել թեմի նստավայր։ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալները զրկված են որևէ ինստիտուցիոնալ պաշտպանությունից, ինչի մասին ահազանգել է փաստաբան Լուսիան Նամինասյանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նույնիսկ թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին։ Ըստ Մինասյանի, դատավարությունների ավարտից արդեն 1 ամիս է անցել, սակայն ոչ Վարդանյանը, ոչ էլ մյուս հայ բանտարկյալները պաշտոնական դատավճիռները չեն ստացել որևէ լեզվով, լինի դա ռուսերեն, հայերեն, թե ադրբեջաներեն։ Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների վիճակի մասին հուսալի տեղեկատվության բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների լուծարումը ներառյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության սահմանափակումները գերիներին թողնում են լիակատար անպաշտպան վիճակում։ Փաստաբանը նշել է, որ ներկայումս միակ հույսը հազվադեպ ու կարճատև հեռախոսազանգերն են, որոնք բանտարկյալների վերջին կապն են ընտանիքների հետ, սակայն առկա է մտավախություն, որ նույնիսկ այդ հնարավորությունը կարող է արգելվել։ Everything about him is dumb. Դոնալդ Թրամփը հայտարարել է Կուբան իրենով անելու եւ կղզու ճակատագիրը միանձնյա տնօրինելու մտադրության մասին։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ նա կղզին անվանել է ձախողված պետություն եւ շեշտել դրա ծայրահեղ թուլացած վիճակը։ Այս հայտարարությունները հնչել են Կուբայում էներգետիկ կոլապսի եւ ամերիկյան վառելիքի շրջափակման հետևանքով սկսված զանգվածային բողոքների ֆոնին։ Վաշինգտոնն արդեն գաղտնի բանակցում է Ռաուլ Կաստրոյի թորան հետ եւ պահանջում է գործող նախագահի Միկել Դիաս-Կանելի անհապաղ հեռացումը։ Ճնշման տակ Հավանան պատրաստակամություն է հայտնել տնտեսական զիջումների գնալ եւ թույլատրել արտասահմանի կուբացիների ներդրումները մասնավոր հատվածում։ Սակայն փորձագետներն ու Սփյուռքի ներկայացուցիչները թերավատ են այս պլանի արդյունավետության հարցում։ Նրանք զգուշանում են, որ նախագահի պաշտոնանկությունը լոկ ձևական քայլ է, որը չի վերացնի Կաստրոների ընտանիքի իրական իշխանությունը։ FIFA-ն պաշտոնապես մերժել է Մեքսիկայի առաջարկը սեփական հարկի տակ ընդունել Իրանի հավաքականի աշխարհի առաջնության հանդիպումները։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև օրորի աճող լարվածության ֆոնին, որն ավելի է սրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե Իրանը չպետք է մասնակցի մրցաշարին։ Չնայած ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամին, Իրանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական վերջնական որոշում դեռևս չկա։ FIFA-ն շարունակում է պնդել, որ Իրանի հավաքականը պետք է անցկացնի իր խմբային փուլի 2 հանդիպումները Լոս
Անջելեսում եւ մեկը Սիեթլնում։ Եթե Իրանի հավաքականն ի վերջո հրաժարվի մասնակցությունից, FIFA-ն կարող է մեկ այլ երկրի հավաքական հրավիրել մասնակցելու առաջնությանը կամ աշխարհի առաջնության G խումբը կխաղա հատուկ կանոններով 4-ի փոխարեն ունենալով ընդամենը 3 թիմ։